Հիմա մի հատուկ աղոթքի կարգ պիտի կատարենք, որ կոչվում է հայրապետական մաղթանք, այսինքն պիտի աղոթենք մեր հայրապետական աթոռի համար, հայոց հայրապետի համար, հայր աթոռ Սուրբ Էջմիածնի համար։ Եվ ևս խաղաղությանս Տեր առաջեցու քնկալկեցո եւ ողորմյա օրհնություն եւ բարքոր եւ որդվո եւ օգուտ սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ընթերցումս Պողոս առաքյալի եբրայեցիներին ուղղված նամակից է։ Լսեցեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Եվ նրանք ուրախությամբ թողանեն այդ բանը եւ ոչ հոգոց անելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։ Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելների միջից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ հովիվն է, ձեզ հաստատող պահի բարի գործերի մեջ, որպեսի կատարեք իր կամքը, եւ մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս ամեն։ Ալելույա, ալելույա, երբ վաղտել եւ ոչ զղջացի, դու ես քան հավիտյանս կարգի մերկեցեք Մելքիսեդեկի եւ Տեր ընդաչ մեկում է։ Ալելույա, որդի Խաղաղություն ամենեցում Սրբո ավետարանից Հիսուսի Քրիստոսի, որս օգանու Պրոծում է Տերաններ Հիսուս Քրիստոս ասե, ես եմ հովիվ ընքաչ, հովիվ քաչ, զանձը յուր դնե իվրա ոչխարած, իսկ վասկանն, որ ոչ է հովիվ, որը ոչ յուրեն ոչխարքն, իր դեր տեսանես գայլն, զիգա, թողուզ ոչխարցն և փակչի, և գայլն հապշտակեզ նոսա և ցրվե, քանզի վարձկան է և չէ փույթ նմաբասն ոչխարացն, ես եմ հովիվ ընքաչ, և ճանաչեմ զիմսն և ճանաչեմ հիմոցն, որպես գիտեզից հայտ, գիտեմ և եսս հայտ, և զանձն իմ տնեմ ի վրա ոչխարած, նաև այլ ևս ոչխարք են իմ, որ ոչ են այսն գապ է, և զայնս ևս պարտ են իմ ածել այսն, և զայնի իմ լվից են, և եղիցի մի հոտ, և մի հովիվ։ Բարեխոսությամբ սրբո հորն մերո Գրիգորի լուսավորչի և ամենայն սրբոն, տաս է Տեր Աստված, աշխարհած խաղաղություն։ Ամեն Աստվածակառույց և անախտելի մեծին, աթոռույց անշարժություն և անսասանություն։
ամենայն հայոց, հավերամ ժամանակով ապահով անդորություն։ Եվ մեզ համագումար ժողովելոցս ըստ յուրաքանչյուր կարգի և աստիճանի սեր և միաբանություն։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր Աստված մեր, բարերար և բազումողոր, Հայր Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի, բարեխոսությամբ սրբոց առաքելոցն, Բարդուղիմեոսի և Թադեոսի, որ լուսավորեցին ըստ Հայաստան աշխարհս եթանոսական խավարային դիցապաշտությանց և սրբուն Գրիգորի առաքելաշավիղ լուսավորչին, տնկա Զաղաչյանը ժողովրդյան քո ևս Տեր Գարեգի երկրորդ սրբազնագույն կաթողիկոսն մեր, զոր ընտրեցելի հայրապետություն և առաջնորդություն ազգից հայոց, հաստատուն և անսասան պահյա իմեցի կոչմանս ընդ երկայն ավուրս, դուրսը առաջնորդել հեզությամբ և ուղղափառ վարդապետությամբ ժողովրդյան քո, բարձացո իմեջ տիեզերած, զեղջուն օծելով քո, արժանավորյալ լինել հավատարիմ և իմաստուն տնտես նորո ուխտի քո, հայաց քաղցրությամբ ի ժողովուրդս քո, որ հավատացավ սմած,
եւ պայա անարատ ամենայն չարե ձին մերժան հանձանց զաշխարական ցանկությունս կեցեն արդարության զգեցյալ ըստ սրբություն Քրիստոսի քո եւ ելիցի մի հոտ եւ մի հովիվ իմիասին արժանավորել հավիտենական ուրախությանց հասանել ընդամենայն սուրբս քո շնորհок միանցնի քո դյարն մերո Հիսուսի Քրիստոսի ընդ որում քեզ հոր ամենակալի եւ համագոր սուրբ հոգու վայրը փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Alleluia, Alleluia, Alleluia. Օրհնեցի եւ պահպանեցի եւ նախախնամ յարպահեցի հայրապետություն հայոց Այս նշանակ Սուրբագից Եսուս ավետարան եւ ամուրը շնորհիվ ամա օր եւ որդով եւ ողքույն սրբով այս եմիշ եւ հավիտյան պահպանեցի եւ նախախնամ յարպահեցի հայրապետություն հայոց Այս նշանակ Սուրբագից Եսուս ավետարանան եւ ամուրը շնորհիվ ամա օր եւ որդով եւ ողքույն սրբով այս եմիշ եւ հավիտյան ծավիտենի Amen, Alleluia, Alleluia, Alleluia. Օրհնեցի եւ պահպանեցի եւ նախախնամ յարպահեցի հայրապետություն հայոց Այս նշանակ Սուրբագից Եսուս ավետարանան եւ ամուրը շնորհիվ ամա օր եւ որդով եւ ողքույն սրբով այս եմիշ եւ հավիտյան ծավիտենից Խաչի վսաղաչեց սուկ ըստերնիսով ալ, թրկեցեց մեզի մեղած և կեցուցե շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյան։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր պահպանյա եւ օրհնյա ազգս հայոց եկեղեցիս Հայաստանյա հայրապետությունն հայոց նաեւ Տեր Աստված հիշեց մեր սահմանները զինվորին բանակը հայոց հիշեց նաեւ գերիներին հիշեց անազատության բանտերում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին հիշեց եկեղեցու ուխտից խոտորված մեր եղբայրներին դարձ եւ ապաշխարություն շնորհեց հիշա նաեւ առաջիկացյալ ծառայ խփվածնեցա Պահյան Թովանյա սուրբ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության Փրկի ազատի այրվել եւ աներևույթ թշնամույթ արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր եւ ընծրկով բույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն
Դավիթյանս, ամեն։ Շնորհավոր ամանոր։ Այս տարվա մեջ Աստծուն պաշտենք հոգով եւ ճշմարտությամբ։ Այնպես ինչպես պաշտում էր այն գյուղացին, որ գյուղացին։ Մի գյուղացի այծ էր պահում, մի օր մի բանական եկավ գյուղացու մոտ, զրուցում էին, ասեց դու Աստծուն պաշտում ես, գյուղացին ասեց այո, պաշտում եմ, ես ամեն օր Աստծուն պաշտում եմ։ Բանականը հարցրեց, ասեց ինչպես ես Աստծուն պաշտում, ասեց ես ամեն գիշեր մի աման այծի կաթ եմ դնում ծառի տակ, Աստված գիշերը գալիս է, այդ այծի կաթը խմում է, ես տենց Աստծուն պաշտում եմ։ Բանականը ծիծաղեց վրեն, ասեց այ մարդ, Աստված կաթ չի խմում, այդ ինչ ես ասում։ Այդ մարդն ասեց ամեն օր դնում եմ, ամեն օր Աստված խմում է։ Ասում է դե լավ, արի ես գիշեր, ես ու դու իրար հետ հսկենք, բանականն է ասում, տեսնենք Աստված խմում է քո կաթը, թե չի խմում։ Եվ գիշերը բանականն ու գյուղացին հետևում են։ Տեսնում են գիշերվա կեսին, աղվեսն եկավ, կաթը խմեց ու գնաց։ Այս բանականը ծիծաղում է գյուղացու վրա, ասում է տեսար, ասում ես Աստված է խմում, աղվեսն եկավ, կաթը խմեց գնաց։ Եվ ինքը իրանից գող վերադառնում է վանք։ Գյուղացին սկսում է լաց լինել։ Հրեշտակը Աստծո հայտնում է բանականին, ասում է դու մեծ մեղք գործեցիր։ Այդ մարդը այդ հավատքով ամեն օր իր կաթը ծայում էր Աստծուն։ Եվ Աստված աղվեսին հրամայել էր, որ գնար այդ մարդու ընծան ընդուներ։ Դու այդ մարդու հավատքը խաթարեցիր։ Ուրեմն ով ինչով կարող է պաշտենք Աստծուն։ Մի աման կաթով կլինի, մի աղոթքով կլինի, մի խոսքով կլինի, միայն սրտի անկեղծությամբ, սիրով ու ջերմությամբ։ Օրհնյալ եղեք վերացու փոքրուն երթայք խաղաղություն եւ Հիսուս Քրիստոս ելիքեն ձեզ ընդ ամենից ամեն Շնորհավոր ամանոր, շնորհավոր նոր տարի։